Հոգևոր խոսքի համար ուզում եմ հրավիրել մայստրո Տիգրան Հեկեկյանին։ Համեցեք։ Ես մեջքով շկանգնեմ երեխաներին։ Մարիան մի քիչ առաջ ասեց վերջը չի դեռ, իսկ պիտի ասեմ Մարիա ջան դու վերջն ես։ Ներկա դեպքերն այս համերգին եւ չլուծվել հնարավոր չէ։ Եվ ոչ թե որովհետեւ իրենք լավ են երգում, ոչ թե որովհետեւ իրենք կարող են իրավամբ համարվել հանրապետության, իշխեցնենք հանրապետության բոլոր հայ մանկական երգչախմբերի լավագույն երգչախումբ, այլ որովհետեւ ինչ սերունդ է գալիս, նայեք ինչ երեխաներ են։ Այս երգչախումբը երգելով միայն չի, այլ կերգեն, լավ, ավելի լավ կերգեն, բայց ամեն մի երեխայի մեջ ներդրվում է հայրենասիրություն, մարդասիրություն, որակ, նայեք ինչ հեզ, համեստ, բայց շատ ակտիվ աղջիկներ են, իսկական հայ մայրեր են մեծանում, ինչ առաջին տղաներ են, զուսպ, բայց հաստատ գիտեմ ամեն մեկը մի զինվ է։ Ես լսում եմ իրենց խոսքով, ոչ թե այն խոսքով, որ իրենց գրվել տրվել է և շնորհակալություն գրողներից, այլ
առոգանությամբ, արտասանությամբ, ոչ միայն որ կիրթ հայրենով են խոսում, բայց ինչ դրված խոսքով են խոսում։ Ամեն մի հաղորդավարի դասատու։ Ինչպես պետք է խոսել հայր։ Ես կարծում եմ, որ շատ ոչ չգիտեր այս մասին, Բագրատ Սերբյանի ինձ փոխանցեց իր երազանքը, որ ուզում է ստեղծի, այն ժամանակ թվում է մի խոպան, ում ես ուզում են վերհարատ այգի դրի մի ծաղկանոց, և անհնար մի բան էր, այն ապուշում պիտի ասեմ Սրբազան, դուք հրաշք եք գործել, որովհետև այս երեխաները, այս միջավայրում, այս դպրոց ասեմ, մշակույթի տուն ասեմ, որ ես գիտեմ միայն սրանք չեն, պատկերացրեք այդ նկարումն են տալի, մշակույթով են զբաղվել, Աուշի շրջանի մշակույթի ամենաբաց կավարը։ Եվ ես կարծում եմ, որ ողջևած այդ մարդու գաղափարներով ամեն մի երեխա իհերթին հետո պիտի ծաղկանցել բարի ժողովրդին, որպեսզի այսպիսի որակով երեխաներ բացի դրանից ինչ գեղեցիկ է, այս տաղուշություններ ավելի ոգեղեն են դառնում։ Ձեր շնորհքը ես նկատել եմ տասնամյակներ առաջ, երեք առաջի պարին ձեր առաջի քայլից ուզեցի բերել ձեր կողքին և սխալվեցի և կարծում եմ, որ մենք երկուսիկ շահերի հետո բերեցինք Լենային, որը հրաշք դաշնակահար է, բայց որ իրենք ստեղծել են մի հատ կուլտուրի ներքում և ոչ պակաս դաշնակահար և այսօր թուղ վստահ եմ, ոչ մի կրթություն չունեցող խմբավորիչ համարձակ աղջիկ է, Մարիամի պոտենցիալ է ոգևորել և ես կարծում եմ այս աղջիկ աջակցել, որ դառնան շատ պրոֆեսիոնալ համախմբացրել կոլեկտիվ աշխատանքի ջուրից մինչև Բագրատ Սերբազան, միասին, մեծ նվիրումով, մեծ քերորվածությամբ, իրենց արտասահմանյան բառում պրոդյուսերով, բայց ասեմ, եթե Բագրատ Սերբազանը հոգևոր այն է այս ամենի, ուղղակի սիրտն է, ուղղակի շարժիչ է, այն նվիրումը, այն խիզախությունը, որ այս համեստ երիտասարդը ունի, որ իրեն միևնույն է դիմացող է կանգնած իր սկզբունքների ասում են չէ, այո, ուրեմն այո, չի մոռացել, շատ ապարանում է այո, ամեն մեկին իր տեղն է ցույց տալու։ Նոր համերգ չէ, հայրենիության տոներ, ազգասիրության տոներ, որակով մարդկանց համախմբման դրսևորումներ։ Ես հիացած իրենցով, իրենց գործունեությամբ, ևս մեկ անգամ Սերբազանի շտակցում, ևս մեկ անգամ Մարիային իր ամբողջ թիմով, բայց եկեք չգիտեք, չմոռանանք, եթե չգիտեք իմացեք, որ Մարիայի այս տեսակը գալիս է իր արմատներից, իր մորից, որը շատ խստապահներ և շատ բարի այս երեքը այս կնոջ համախմբում է կնոջ մեջ, որը ստեղել է Մարիա և Մարիան շարունակում է իր
հոգեզավակների կամ արվեստի զավակների եւ ուզում եմ անպայման ընդգծել Մարիայի ամուսնուն, որը գիտեք, հայ տղամարդիկ տարբեր են։ Հայ սա մի տղամարդ է, որ իր բակի տղամարդը չէ, բայց իր ամեն ինչը անում է, ներդնում է, որ Մարիան ծաղկի, Մարիան զարգանա, Մարիան ստեղծի եւ ամբողջ բոլորը եւ դա հետաքրքիր է, սա փորձություն է, որ ստուգում է միասնիկ թե չէ։ Երեխաները շատանա, այն միակ ցանկությունս է, որ շատանան, միակ ուղերձս ջևանցիների, տաուշցիների, գյուղերում եւ այլն բերեք երեխաներին, թող ստանան այդ սնունդը։ Ուտելիք առնում եք, չէ, եթե երեխան քաղցած լիղավ կգնաք մյուս մարզ ձեր մարզում վերեք, թող շատանան, այս որակը իրավունք չունի, ինչ որտեղ ոչ թե վերջանա, կանգնի նպյալթար, շատանա եւ զարգանա։ Կանաչ ճանապարհ։ Maestro ջան, ասա Հայկի մասին գոնե թող ես ասեմ, բայց Ժողովուրդ ջան, այդ ամբողջ ճանապարհը ոնց է ծնվում լույսի աղբյուրին առնչվելու, տարածելու, այդ մեծագույն հրաշք պայծառակերպ որ մեր շարականակիրներն ասեցին այլնակերպվեց Հիսուս։ Ինչի Պետրոսը երբ որ ասեց երեք վրան պատրաստենք, այստեղ գնանք ես ինչ լավ տեղ է, այդ չգնանք ոչ մի տեղ։ Ինչի մեր Տերը ասաց չէ, պիտի գնանք այստեղից։ Աստվածային իր ծրագիրը դնելու համար, որը տա լույսն է։ Լույս պիտի տանք։ Եկանք, առնչվեցինք Աստծուն, լույս ունեցանք, պիտի տանենք այդ լույսը տանք։ Ես իմ հոգևոր երբ որ արածի այս ամբողջ խորքը Աստծուն փառաբանելով է, որ պիտի հիմա խոսեմ։ Որովհետև գիտեք, յուրաքանչյուր հայ հոգևորական այդ լույսի տարածման ամբողջ էությունն է ապրում իր կյանքով։ Խոնարհումս մեր սիրելի սրբազան, այն մեծագույն հայ մարդուն, հոգևորականին, ով տեսողություն ունի։ Գիտեք, տեսողություն ունի։ Տարբեր բաներ։ Այդ տեսլական բառը չի հարմարվում հիմա ինձ, բայց գալիքի տեսողություն։ Եվ այս 10 տարին մեծագույն ժամանակահատվածն է ամփոփելու եւ այս տեսակ ամփոփումը ինձ համար մեծագույն ուրախություն է։ Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր առիթով, պայծառակերպության տոնի առիթով, սիրելիներ, սիրելի ծնողներ, սիրելի ներկաներ, Մարիա ջան, ցավոք գիտես քեզ ինչքան ենք շատ սիրում, ինչքան ենք սրտի թրթիռով վերաբերվում բոլոր այն գործերին, որ դուք ընտանիքով անում, ճիշտ ասեց մայստրոն, ծնում եք, ծաղկում եք, որտեղ էլի Հայկի ուսերին է, երեխեն որ ծնվում է, ման անում, դες չեք ծաղկում, Հայկ ջան, շնորհակալ ենք քեզ ցավոք, որ մայրիկին, որ այս ամբողջ իրողությունը, գիտեք, մենք հայերս ընդհանրապես ընտանեկան ժողովուրդ ենք։ Մենք սիրում ենք ընտանիքով ապրել։ Մեր աշխատանքի մեջ էլ ենք ընտանեկան վերաբերմունքով ապրում։ Սա մեր ընտանեկան զգացումը հայերիս համար եւ եկեղեցին հոգեվոր ընտանիք ինչի ենք անվանում, որովհետեւ էլի ընտանեկան արժեքների վրա է հիմնված ամեն ինչ։
Եվ ընտանիքի գործը, այս ամեն ինչ ընտանիքի գործը, մայրիկի աղոթքը չենք կարող տեսնենք հիմա այստեղ, բայց այն երեխայի շարժի մեջ կտեսնենք այդ աղոթքը։ Այդ ուրախությունը, որ իմ զավակը այսպիսի մեծ ջերմության իրավիճակի մեջ է ապրում եւ ներդաշնակության մեջ իր ընտանիքը, իր գործը, իր անելիքը։ Մաղթում եմ, որ բոլորս ներդաշնակություն ունենանք մեր կյանքում, սիրելիներ։ Այո, երեխաները շատ հստակ Սրբազանի գրքից մեջբերումներ էին անում եւ այդ բոլոր մեջբերումները կյանքի փորձի ծնունդ են։ Գիտեք, խոսք կա, որ ուղղակի տենց սիրուն խոսք կա։ Հիմնված իմացականության վրա։